Ինչ Ջուլիան, ես ուզում եմ հրատապությունը հասկանամ։ Ասում եք, ես ոչ հրատապ ինչ որ կանոն, հա, բայց հենց հրատապ կարգով բերել եք եւ ներկայացրել եք։ Այսինքն ոչ հրատապ, չէ, ամբողջ իմ ելույթային մասին էր, որ այս 4 նախագծերը հրատապ են, պարոն Խաչատրյան։ Լավ, ոչ հիմնարար ներողություն եմ խնդրում, հրատապ, բայց ոչ հիմնարար։ Ուզում հասկանամ, հրատապությունը որն է, դեռ գրանցումներ չկան, դեռ որևէ բան չկա, այսինքն երկրագուն դիլի առանցքի շուրջ չեր պտտվի, արևի շուրջ չեր պտտվի, եթե օրինակ սա մտներ օրակարգ գալիք 3 շաբթի։ Այս առաջինը հարցը եւ նաեւ ջերմոցների խնդիրը, եթե օր առաջ պետք է լիներ, ուրեմն նախորդ քառօրյային պետք է լիներ։ Հրատապությունը դա է, չէ՞, այսքան պետք է բերվիացի, լավագույն ջանք ենք թափել, չենք հասցրել, ներողություն ենք խնդրում, հրատապությունը սա է, խնդրում եմ առաջի օրենքի հետ կապած եւ քանի որ ճակատագիրը ձեզ է ուղղակի ընտրել, որ գաք նաեւ ջերմոցների հարցը ներկայացնեք, նաեւ ջերմոցների հարցը։ Ինչի է դա հրատապ։ Եթե հրատապը ինչի չի եղել նախորդ 3 շաբթի, նախորդ քառօրյային։ Շնորհակալ եմ հարցի համար, պարոն Խաչատրյան։ Առաջին նախագծի վերաբերյալ ինչու է հրատապ, արդյոք աշխարհը փուլ կգա, աշխարհը հազվադեպ դեպքերում է փուլ գալիս, ոչ, փուլ չի գա։ Իսկ ինչու ոչ 3 շաբթի, որովհետև 2 շաբթի օրվանից ապրիլի 13-ից կուսակցությունների եւ կուսակցությունների դաշինքների գրանցման գործընթացը մեկնարկելու է, ապա դրանով եւ պայմանավորված հրատապ է։ 3 շաբթի արդեն ապրիլի 14-ն է, չենք հասցնի, պարոն Խաչատրյան։ Ինչ վերաբերում է ջերմատներին, նախորդ լիագումար նիստին չի քննարկվել, որովհետեւ շրջանառված դեռ չի եղել այդ նախագիծը, շրջանառվել է եւ հիմա քննարկվում է, պարոն Խաչատրյան։ Այսքանը։ Շնորհակալություն, արձագանք։ Ջուլիան, իսկ ինչու՞ չէր շրջանառվել նախորդ քառօրյա։ Պարոն Խաչատրյան, դա մի րոպե ժամանակ ունեմ, լավ։ Հիմա եթե ել եմ ասում, այն տպավորությունն է, որ նախորդ գիշեր նստել ինչ որ բան եք մտածել ու այնքան կարևոր է, որ հենց հիմա պետք է անենք։ Եթե դա գալիս է, տեսնում էիք, մտավախություններ ունեիք եւ կարծում եք, որ դա կարևոր է գալիք ընտրությունների օրինականությունը, թափանցիկությունը ապահովելու համար պետք է ավելի շուտ ներկայացվեր, քննարկում լիներ, հիմնավորվեր, որ առանց այս փոփոխությունների կլիներ այն հազվադեպ դեպքի, երբ կարող աշխարհը շուռ գար եւ ապագան այլևս չգար։ Էս ինչ նշանակում գիշերվա կեսին շրջանառվում է, առավոտյան գալի ներկայացվում է, ինչու։ Լավ, գիշերվա կեսին չէ, լավ, կեսից 2 ժամ առաջ։ Եվ խնդրեմ չխանգարել ինձ։ Լավ, խնդրեմ հիմնավորեք հրատապությունը։ Պարոն Խաչատրյան, ես չհասկացա այդուհանդերձ դուք ջերմատների կարևորությունից սկսեցիք, բայց ավարտեցիք ընտրական օրենսգրքով ջերմատների հրատապության մասին, բայց դուք հիմա ինձ խանգարում եք։ Դուք բողոքում եք, որ ձեզ խանգարել են եւ ինձ խանգարում եք դրան զուգահեռ, պարոն Խաչատրյան, առաջարկում եմ այդպես չվարվել։ Ջերմատների համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ ես ներկայացրեցի։ Բնականաբար ավելի բովանդակային այդ մասին խոսելու է նախագծի հեղինակը եւ զեկուցողը, եւ դուք հնարավորություն կունենաք իր հետ ավելի մանրամասն դետալային քննարկել այդ հարցը։ Ինչ վերաբերում է ընտրական օրենսգրքին, խնդիրը նոր է հայտ եկել, պարոն, մի քանի օր է, պարոն Խաչատրյան, ինչ խնդիրի հայտ է եկել։ Բնականաբար դրան հաջորդել է դրա շուրջ քննարկումները, չգիտեմ ինչու եք այդպես խորամանկ սենց անում, այո, որևէ թաքցնելու բան չկա, խնդիրը նոր է հայտ եկել եւ այդ խնդրի թե հայտնաբերման, թե մնացած դետալների մասին բնականաբար նախագծի քննարկման, բովանդակային քննարկման ժամանակ խոսելու ենք։ Այսքանը, շնորհակալություն։